Հենց հիմա մեր երեկոյի աստղը, առաջին անգամ մեր եթերում Լամին Յամալ, շնորհավորում ենք, հիանալի խաղ էր։ Փորձենք անգլերեն խոսել, ինչ կասես։ Ոչ, ավելի լավ է իսպաներեն։ Շատ լավ։ Թերի հարցերը կհնչեն իսպաներեն, իսկ ես կթարգմանեմ, լավ։ Լամին, ես Թերին եմ։ Կուզեի նշեի, որ հիասքանչ խաղ անցկացրեցիր։ Եվ սա քո 100-րդ խաղն էր Բարսելոնայի կազմում։ Դու դեռ 17 տարեկան ես։ Ինչպես ես կարողանում այդքան հիասքանչ խաղալ։ Կարծես քեզ դա հեշտ է տրվում, այնպես չէ։ Դե ես փորձում եմ հաճույք ստանալ, կարծում եմ հենց գաղտնիքը դրանում է, ուրիշ ոչինչի մասին չեմ մտածում։ Քո խաղով դու նաև պետք է հաճույք պարգևես նրանց, ովքեր դիտում են ֆուտբոլը։ Այդ մտքով խաղալիս ամեն ինչ ստացվում է։ Ես դեռ գրեթե ոչինչ չեմ արել, կարծում եմ շատ անելիքներ ունեմ։ Ինչ ես կարծում։ Հնարավոր է այս տարի 3 գավաթ նվաճեք։ Հնարավոր է, միշտ այդ մտքով եմ առաջնորդվում, երբ խաղում եմ տարբեր թիմերի դեմ։ Հուսով եմ, այո, մենք պետք է հաղթենք կարևոր խաղերում, որ թիմում մեծ վստահություն լինի։ Մենք ամբողջ ուժով կպայքարենք, որ անցնենք հաջորդ փուլ։ Մի բան եմ ուզում հարցնեմ վերջին գոլի դրվագի մասին։ Երբ Օլմոն անկյունայինից փոխանցում արեց դեպի քեզ, դու ուզում էիր գոլ խփել, թե հատուկ թողեցիր գնդակը Ռաֆինյային։ Ոչ, սկզբից չէի ուզում գնդակը թողնել Ռաֆինյային։ Ուզում էի խփել, հետո ընթացքում մտափոխվեցի։ Կարող ես հարցնել, նայում է արդյոք մեր շոուն։ Լամին, Մայքան հարցնում է, դու նայում ես մեր շոուն։ Այո, TikTok-ով եմ նայում։ Նա TikTok-ով է նայում։ Օ, հիասքանչ է։ Լամին, սա երազանք է։ Տոկոս կվերցնեմ հեղինակային իրավունքից։ Թարգմանեք խնդրում եմ։ Ես չեմ կարող։ Սպասեք։ Ես գնալու եմ կլասիկոն նայելու։ Թերին ասում է, որ ուզում է գալ նայել կլասիկոն, Լա լիգայի շրջանակներում։ Այո, Լա լիգայի շրջանակներում։ Գնալու եմ նայեմ խաղը։ Կնվիրես քո շապիկը խաղից հետո, որդուս համար։ Օ, կնվիրես քո շապիկը իր որդուն։ Ես կնվիրեմ իմ շապիկը, իսկ դուք ձերը կնվիրեք։ Շատ լավ, Բարսելոնայի շապիկը, թե այլ։ Նկատի ունես Բարսայինը։ Բարսայինը, Արսենալինը, որը կցանկանաք։ Համաձայն եմ։ Շատ լավ, Բորգամին ձեր կնվիրեք։ Մայկան նույնպես հրավիրված է։ Իհարկե, այո։ Այո, հիասքանչ է։ Ջեյմի, ինչ որ բան կուզես ասել իսպաներեն։ Շնորհավորանքներս։ Շնորհակալ եմ։ Լամին, դու հասկանում ես անգլերեն։ Ուզում եմ հարց տամ։ Ասում ես, որ նայում ես շոուն։ Ում ես ավելի շատ հավանում մեր մեջից։ Այդպես էլ գիտեի, որ կտակ այդ հարցը։ Միանշանակ Թերի Անրին է։ Նրան եմ ամենաշատը հավանում։ Թերի Անրի, ինչ եք մտածում։ Դե, Մայքը։ Դու արժանի ես։ Դա անխուսափելի էր։ Կարող ենք հարցնել, նա գիտի մեր մասին։ Այո, հարցրու, գիտի նա արդյոք մեր մասին։ Դու գիտեիր, որ նրանք ժամանակին ֆուտբոլիստներ էին։ Այո, ակնհայտ է, որ նրանք ֆուտբոլիստներ էին։ TikTok-ում հաստատ կլինի նրանց մասին։ Գիտի։ Այո, գիտի։ Այո։ Յամալն իմ ընկերն է։ Եվ վերջում իմ կողմից ուզում եմ ասեմ, շատ հաճելի է նայել քո խաղը։ Ոչ միայն այն, թե ինչպես ես խաղում, այլ ինչպես ես մտածում խաղի ժամանակ։ Դա շատ կարևոր է։ Ես իրոք հաճույք եմ ստանում քո խաղից։ Շատ շնորհակալ եմ։ Ահա թե ինչ նկատի ունեի։ Խաղում եմ, որ նաև մարդիկ հաճույք ստանան։ Մինչ գնալդ եւս մի բան ասեմ։ Քո սանրվածքի մասին։ Հիասքանչ է։ Իմ դուրը գալիս է։ Լսիր, եթե Բարսելոնան մտնում է եզրափակիչ, դու ներկում ես քո մազերը բլոնդ։ Ոչ, իհարկե ոչ։ Լավ, եթե դուք հաղթեք,
Բարսելոնան հաղթի, իհարկե ոչ Արսենալին։ Ես կներկեմ իմ մազերը բլոն, բայց դու խաղից հետո պետք է ինձ հետ խոսես եւ նվիրես շապիկը։ Եվ այլն։ Հիասքանչ կլինի։ Իհարկե, շատ լավ, պայմանավորվեցինք։ Լամին, իսկ ինձ հետ մի խնդիր կա։ Ես չեմ կարող, որտեվ սա նրվածք չունեմ։ Terry says, I would, but I don't have the hair. He doesn't have the hair. It's a board joke, Micah. It's a board joke. Where's... Լամին, գերազանց է։ Մեծ հաճույք եմ ստացել քո խաղից։ Դու լավագույն խաղացողն ես Մեսսիի ժամանակաշրջանից հետո։ Ֆանտաստիկ է, այդպես պայի։ Շատ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ ենք Լամին։ Un placer.